Ռուսաստանը գիշերը իրականացրել է զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա 50-ից ավել հրթիռներով և 500 անօդաչու սարքերով, ինչը հանգեցրել է քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ էներգետիկ օբյեկտների ավերման կամ վնասման։ Լվովի մարզում զոհվել է 5 մարդ, քաղաքի մի շարք հատվածներ մնացել են առանց հոսանքի, բռնկվել են հրդեհներ, իսկ Զապորոժիայում 1 զոհ, 9 վիրավոր և 73000 բնակիչ առանց լույսի։ Նախագահ Զելենսկին քննադատել է դաշնակիցներին անբավարար արձագանքի համար։ Ռուսաստանը իր հերթին պնդել է, որ հարվածները ուղղված են եղել ռազմաարդյունաբերական նշանակետերին։ Նիժնի Նովգորոդի մարզում ուկրաինական անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 1 մարդ է վիրավորվել, վնասվել են տներ։ Ռուսական կողմը հայտնել է 251 ուկրաինական դրոնների ոչնչացման մասին, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ, իսկ Բելգորոդում հարվածների պատճառով 40000 մարդ է մնացել առանց լույսի։ Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը 2023 թվականի օկտեմբերի 7-ից ի վեր հասել է 67139-ի, ևս 169583 մարդ վիրավորվել է Համաս-Իսրայել հակամարտության հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական մարմինները։ Իսրայելի ռազմական գործողությունները վերջին 24 ժամում խլել են 65 պաղեստինցու կյանք և վիրավորել 153-ին, մինչդեռ սովից և թերսնուցումից մահացության դեպքերը հասել են 460-ի, այդ թվում 154 երեխա։ Դոնալդ Թրամփը հրապարակել է 20 կետից բաղկացած ծրագիր, ուղղված Գազայում կռիվները դադարեցնելուն և պատանդների ազատմանը, սակայն Իսրայելը շարունակում է ռմբակոծությունները, չնայած Համասը համաձայնել է ծրագրի կետերի մեծ մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է «Ծովի տիտաններ» նավատորմի մեծարում միջոցառմանը, նշելով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 250-ամյակը։ Ավիակիր նավի վրա միջոցառմանը նրան ուղեկցել է առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Նախագահը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան ամերիկյան ուժերը Վենեսուելայի ափերի մոտ խոցել են թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ, և այժմ Միացյալ Նահանգները կսկսի հետևել ցամաքային թմրանյութի թրաֆիկին, քանի որ ծովային ուղիներով տեղափոխումը նվազել է։ Նա նաև հաստատել է, որ 2026 թվականին Սպիտակ տանը կկայանա UFC առանց կանոնների մենամարտ, ինչը ներկաները ծափողջույներով են ընդունել։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան այցելել է Դամասկոսի ընտրատեղամաս, որտեղ ընտրական կոլեգիաները քվեարկել էին նոր խորհրդարանի համար, նշանավորելով անցումը Բաշար Ալ-Ասադի ռեժիմից։ Շարան, որը իշխանության է եկել Ասադի տապալումից հետո, ընդգծել է, որ Սիրիայի վերակառուցումը համընդհանուր խնդիր է։ Անուղղակի ընտրությունները կորոշեն խորհրդարանի 210 տեղերից 2/3-ը, 1/3-ը կնշանակի Շարան։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Չոյհոն ռազմանավ ռազմական ցուցահանդեսի ժամանակ, որը սկսվել է հոկտեմբերի 4-ին, նվիրված Կորեայի բանվորական կուսակցության 80-ամյակին։ Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիմը կոչ է արել նավատորմին պատրաստ լինել վճռականորեն հակազդելու և պատժելու թշնամու սադրանքները։ Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսոուլիթը և Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը նույնպես նախատեսում են այցելել Հյուսիսային Կորեա տոնակատարություններին մասնակցելու համար։ Թունիսի 10 ակտիվիստներ, որոնց Իսրայելը կալանավորել էր Գազա օգնություն հասցնելու նավատորմին մասնակցելու համար, վերադարձվել են հայրենիք։ Իսրայելը խափանելով Գազա օգնություն տեղափոխող նավատորմը կալանավորել էր 450-ից ավելի ակտիվիստ, որոնցից առնվազն 170-ը վտարվել են, չնայած վատ վերաբերմունքի մեղադրանքներին։ Գազայի նավատորմի որոշ ակտիվիստներ ժամանել են նաև Մադրիդ, Թել Ավիվից վերադառնալով, որտեղ նրանց դիմավորել են ծափերով։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։